Բարև ձեզ սիրելի բարեկամներ, եթերում Տապանի քննարկում հաղորդաշարն է եւ այսօր մենք զրուցելու ենք Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, փիլիսոփայության դոկտոր պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանի հետ։ Շնորհակալություն պարոն Մանասյան, որ ընդունել եք իմ հրավերը։ Մենք ձեզ հետ երբ խոսում ենք, շատ հաճախ ենք խոսում միջազգային իրավունքից եւ միջազգային իրավունքով հաստատված լինելու անհրաժեշտությունից, չնայած ես կարծում եմ, որ այս պահին համայն դեպս մեր աշխարհը մտել է մի ինչ-որ փուլ, որտեղ պետություններն ու գերպետությունները ավելի շատ արհամարհում են այդ միջազգային իրավունքը, որովհետև ինչ-որ աշխարհակարգ է փոփոխվում եւ այս աշխարհակարգի փոփոխման ժամանակ իրավունքի հարց քչերն են դնում, բայց ինչևէ այդ ժամանակահատվածը անցնելու է եւ նորից գալու է միջազգային իրավունքի շրջանը, այնպես որ եթե իրավունքդ պահում ես, ապա շանսեր կան այդ իրավունքը ռեալիզացնելու։ Հիմա մեր Հայաստանի իրողությունները դրամատիկ են նրանով, որ մեր զարգացման եւ անկախության որոշակի ժամկետից սկսած այդ պատերազմից հետո սկսեցին խոսել նրա մասին, որ միջազգային հանրության պնդումով էր, որ մենք իջացնում ենք մեր նշաձողը, միջազգային հանրությունի պնդումով էր, որ մենք հրաժարվում ենք Արցախից եւ եթե այսպես փորձենք ավելի գիտական մոտենալ այդ հարցին եւ գտնել այդ միջազգային որ փաստաթղթերի մասին է խոսքը, ինչպես է հիմնավորված, այստեղ բավականին մեծ դժվարություն կա եւ հետազոտողների կողմից եւ միջազգային դիվանագիտների կողմից եւ կարելի ասել, որ իրավիճակը ոչ թե այսպես հիմնավորված է գիտականորեն կամ միջազգային իրավունքի տեսակետից, այլ պարզապես ուժի սպառնալիքի բերումով։ Հավատացեք եք այս գնահատականների հետ, թե ոչ, եւ մեկ էլ փորձենք հասկանալ այնուամենայնիվ ուր կորավ այդ միջազգային իրավունքը։ Աշխարհը իրոք գտնվում է, կարելի ասել անցումային ինչ-որ շրջանում եւ շատերն են նկատում, որ իրավունքի ինստիտուտը, միջազգային իրավունքի ինստիտուտը, միջազգային իրավունք, այսինքն այլևս քաղաքական շահերի դիմաց դարձել է ոչինչ, նույնիսկ ասում եմ չարժե նույնիսկ այն թղթի գինը այն թղթը, որի վրա այդ իրավունքը գրած է, ավելի թանկ արժե, քան այն գրած իրավունքը այս դաստիճանի։ Բայց պիտի նախ մի բան, սկզբից պետք է մի բան ասենք, որ իրավունքը սովորաբար գործում է հավասարների միջև։ Եղել է երկրորդ աշխարհամարտից հետո, այդ կոնկրետ օրինակի վրա ասեմ, երկրորդ աշխարհամարտը, այսպես կոչված մենք էլ ասում ենք համաշխարհային պատերազմի, հայրենական պատերազմից հետո, եղել է երկու համակարգերի միջև ստեղծված հավասարակշռություն եւ իրավունքը այդպիսի պայմաններում ավելի լավ է գործում, քան անհավասարների։ Երբ այնպես են կուտակվում ուժերը կենտրոնանում որոշ կենտրոններում, որոնք արդեն կարծում են իրենց ուժը պատում է ամեն ինչ անելու, իրավունքը դադարում է գործելու։ Դրա համար էլ, եթե հիշում եք, մենք ունեինք այսպես միջև խորհրդային միության վերացում ունեինք երկկենտրոն քաղաքական աշխարհ, հետո Ամերիկայի Միացյալ Նահանգները ասացին միակենտրոն։ Այդ միակենտրոն աշխարհը նշանակում է ամերիկան իրավունքի վրա այնքան էլ չի նայում, ես այլ տերմիններ չեմ օգտագործում, բայց պիտի ասել, որ դա ունի նաև մի ուրիշ գաղտնիք, խորքում, գաղտնիք չէ, դա խորքային պատճառ, ժամանակակից քաղաքական աշխարհը պետականակենտրոն աշխարհ է, այսինքն պետություններն են որոշում եւ պետությունների միջև ուժերի, շահերի բալանսն է որոշում միջազգային իրավունքը գործում է թե չէ։
Սովորաբար այդպես նույնիսկ այդ հավասարության պայմաններում պետությունները կարող են ընդունել փաստաթղթեր, որոնք ժողովրդավարության, չէ, այսպիսի ազգերի ժողովուրդների հավասարության մասին բաց տեքստեր են։ Մենք գիտենք, որ ՄԱԿ-ի կանոնադրության մեջ եւ դրան հաջորդած ՄԱԿ-ի բազմաթիվ փաստաթղթերում ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը ճանաչված է, բայց պետությունները պետականակենտրոն քաղաքական աշխարհում պետությունները դա գրում ու դրան չեն հետևում։ Երբևէ եղել է այլ ձևով ոչ պետությունների մեր այս վերջին մի քանի առնվազն 100 կամ 1000 տարով այդպես էլ եղել։ Չէ, հիմա ամբողջ աշխարհն է մեկ օրգանիզմ։ Նախորդների դեպքում ենթադրենք, եթե Ռուսաստանը հասել է Սիբիր, Եվրոպայում կարող է Ամերիկայում անտեղյակ լինել։ Բայց հիմա խոսքը ամբողջ աշխարհը մեկ միասնական օրգանիզմ է, մի տեսակ օրգանիզմ անվանենք դա, միասնական համակարգ է, եւ այդտեղ պետականակենտրոնությունը վերահացվել այդպիսի մի ընդունել է նոր բնույթ, նոր դրսևորումներ ունի եւ այդ դրսևորումից մեկն է, որ նրանք կարող են ընդունել փաստաթղթեր, օրինակ ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը եւ բոլորովին չհետեւել դրան։ Օրինակ հիմա գանք Արցախի դեպքին, չէ՞, ընդհանրենք վերջին մեզ մոտիկ օրինակը, Արցախի ժողովուրդը ունի ինքնորոշման իրավունք։ Բայց այն բանից հետո երբ նրանք ճանաչել են, որոշել են ճանաչել Ադրբեջանական Հանրապետությունը որպես հետխորհրդային սովետական միության, այսպես ասած, փլուզման արդյունքում կայացած պետություն, դրանից հետո այդ պետականակենտրոնությունը, նորից եմ վերադառնում պետականակենտրոնությանը, արդեն թույլ չի տալիս իրենց իսկ կարծես, որ այդ ինչի չի թույլ տալիս, որտեղ ոչ մի պետության ձեռնտու չի ազգերի ինքնորոշման իրավունքը։ Դա ձեռնտու չէ, որտեղ բոլոր պետությունները խնդիր ունեն։ Դրա համար նրանք ճիշտ է հռչակում են, բայց բոլորովին չեն հետևում դրան։ Արցախի դեպքում այդպես է։ 30 տարի քննարկել են խնդիրը։ Գցել են ազգերի ինքնորոշման մեզ, գցել են ազգերի ինքնորոշման ծուղակի մեջ։ Ինչու ես դա անվանում եմ ծուղակ, որովհետև ինքնորոշվել Ղարաբաղի համար նշանակում է անջատվել, այդպես է հարցը դրվել, անջատվել Ադրբեջանից։ Իսկ դա արդեն նշանակում է, որ Ադրբեջանի պետականությունը ճանաչված է, Ադրբեջան պետությունը ճանաչված է եւ Արցախի ճանաչումը ածանցված է այն բանից, թե ինչպես պետք է ինքը անկախանա, ինքնորոշումն էլ նշանակում է անջատում նրանից։ Դրա համար նույնիսկ մեր քաղաքական մտքի շատ ներկայացուցիչներ ասում են անջատում հանուն փրկության։ Պարոն Մանասյան, ես այսպեսի մի դիտարկում անեմ ձեր թույլտվությամբ։ Երբ կար երկբևեռ աշխարհը, ձեր ասած, որում այդ երկբևեռը զուտ երկու պետություններ չէին, կար ֆորմացիայի կամ իդեոլոգիայի տարբերություններ։ Ազգերի ինքնորոշումը երկուսի համար էլ հարմար էր, որովհետև տարբեր աշխարհի տարբեր մասերում այդ աշխարհի ինքնորոշումը երկու կողմի համար էլ շատ հարմար մեխանիզմ էր միջամտելու այնտեղ եւ իրենց ազդեցությունը տարածելու։ Այո։ Հիմա երբ որ եղավ միաբևեռ աշխարհ, այդ ազգերի ինքնորոշումը հասկանալի է, որ այդքան էլ պետք չէր բոլորին, բայց չէ որ իրականում հիմա նորից երկբևեռ աշխարհը պարզապես փոխվել է մի բևեռը։ Հիմա տեսեք, երկրորդ աշխարհամարտից հետո, երբ Միացյալ Ազգերի կազմակերպության կանոնադրությունը ընդունում էին, Սովետ միության համար ձեռնտու էր այդ ազգերի ինքնորոշման, ինչու իր համար չի ձեռնտու, ինքը Սովետ միության մեջ ոչ չէր պատկերացնում, թե Սովետ միությունը կարող է փլուզվել։ Այո, դրսում աֆրիկյան երկրներում, լատինական ինքը դա ասում էր ուրիշների համար։ Այո։ Եվ հետևողականները տարտանում էր այդ գիծը։ Բայց երբ վրա է հասնում մի էտապ, երբ արդեն իրեն է վերաբերում, ինքը դրան դեմ է լինում։
Այսինքն այդ սկզբունքը էլի մենք վերադառնում ենք պետականակենտրոնի աշխարհի քաղաքական աշխարհի պետականակենտրոնության գաղափարին այդ ազգերի ինքնորոշման սկզբունքն էլ շահարկման ձևով կարող են օգտագործել մի դեպքում գտնելով որ իրենք վտանգ չունեն այդ բանի համար այդ սկզբունքից որևէ վտանգ չկա իրենց դարկում արեցի նաև կրկին երկբևեռ կամ բազմաբևեռ աշխարհի մասին հիմա ուժերի դասավորվածությունը բալանսն է որոշում աշխարհը երկբևեռ է միաբևեռ է թե բազմաբևեռ դա արդեն խնդիր է որը արդեն ազգերի ինքնորոշման հետ ուղղակի կապ չունի թե աշխարհը միաբևեռ է երկբևեռ է թե բազմաբևեռ է դա ուժերի համախմբում է տեղի ունենում այս կամ այն հզորի կողքին եւ բևեռները լինում են 1, 2 կամ 3 կամ էլ շատը բազմաբևեռ աշխարհ է լինում բայց այնուամենայնիվ մեր ասացի գլխավոր գաղափարը այս իմ ասացներից գոնե չի հետևում որ այսօրվա միջազգային հարաբերությունների կարգավորման հիմքում դրված է պետականակենտրոն աշխարհի իրողությունը այդ մեկ եւ երկրորդը որ ինքնորոշման սկզբունքը ընտրովի է նրանց կողմից պաշտպանվում կամ հերկվում նայած թե ձեր կտա թե ձեր չտա օրինակ Եվրոպայի Միացյալ Նահանգներին ձեր տվեց Կոսովոյի ստեղծումը այն դեպքում երբ Ղարաբաղը Կոսովոյից պակաս արդարացի իրավական իմաստով հիմնավորված պահանջներ ուներ Ղարաբաղը ուներ դա այն մտքերը որոնք ես կարծում եմ որոնցով առաջնորդվելու ենք գոնե ես առաջիկա մեր զրույցի ընթացքում պետականակենտրոնության գաղափարը եւ ազգերի ինքնորոշման եւ հետո դրան աշխարհում տարածաշրջաններում եւ նաեւ մեր տարածաշրջանում եւ Հայաստանի շուրջ ծավալվող իրադարձությունները արդեն այդ իմաստով այդ տեսակետից ստանում են ավելի adekvat պատասխաններ հացակող հարցերը շատ լավ եկեք ես առաջարկում եմ հիմա դուրս գանք կարճատև գովազդային դադարի որից հետո կանցնենք այսօրվա բուն թեմային ինչը դա Արցախի հարցն է դա անկլավների հարցն եւ ինչ է մեզ սպասում այդ իմաստով գովազդը եթերում սիրելի բարեկամներ մնացեք մեզ հետ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 պաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։
Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Մենք շարունակում ենք մեր զրույցը Ակադեմիայի թղթակից անդամ, սեփական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանի հետ։ Եվ պարոն Մանասյան, այս բաժնում ես կուզենայի մենք քննարկենք արդեն Հայաստանի համար աստիճանաբար ակտուալ դարձող մի քանի ցավոտ հարցեր ևս։ Առաջինը դե Արցախի հարցը կարծես թե այս իշխանությունների դիշխորոշման պարագայում այլևս Հայաստանի քաղաքականության մաս չի կազմում, բայց մենք տեսնում ենք, որ շատ շուտով, ըստ երևույթին շատ շուտով, մեր կարծիքով, հարց կբարձրանա անկլավների վերադարձի, փոխանակման կամ այդ տիպի այլ հարցերի, որովհետև հետևելով Ադրբեջանի քաղաքական խոսույթին մենք տեսնում ենք այդ վտանգը եւ այստեղ հարց է առաջանում թե այդ պարագայում ինչպես է վարվելու մեր իշխանությունը եւ արդյոք այդ անկլավների խնդիրը եւս միջազգային իրավունքի տեսակետից ինչ որ ձեւով արդարացված Տեսեք, անկլավները եկեք միշտ օգտագործենք չակերտներում, դրանց կարելի է այդ հարցին կարելի է անդրադառնալ երկու հիմքով։ Առաջինը, կոնկրետ անկլավին վերաբերող իրավական փաստաթղթերի վրա եւ արձանագրենք, որ քարտեզը իրավական փաստաթուղթ չէ։ Սովորաբար սահմանազատման ընթացքում, սահմանագծման ընթացքում, տարածքների բաժանման մի շրջանը մյուսին տալու, օրինակ բանում Ուզբեկիստան, Ղազախստան, այդպիսի բաներ եղել են, մի ամբողջ մարզից 3 անգամ այս կողմ են տարել, եւ դա միշտ ձևակերպել է որոշակի փաստաթղթերով։ Սովետական միության տարիներին այդպիսի փաստաթուղթ համարվում է Գերագույն խորհրդի որոշումը, Սովետ միության Գերագույն խորհրդի որոշումը, որովհետև վերևները թույլ չեն տալիս, որ ներքևներում ինչ ուզեն անեն, էլի այսպես ասենք, իրենց մոտ էր տարածքային հարցերի կարգավորման խնդիրը։ Ուկրաինա, Ռուսաստան, այդ միայն Գերագույն խորհուրդներն էին անում։ Ճիշտ է, հետո փոշմանել են, բայց դե մարդիկ ընդունել են որոշում։ Հիմա մեր դեպքում ուրեմն ես խնդիրը այսպեսի մի ձևով կձևակերպեի, որպեսզի մենք ճիշտ դիվանագիտություն տանենք, ճիշտ քաղաքականություն տանենք եւ ոչ միայն անկլավների հարցում, այլ ընդհանրապես կոնֆլիկտային մանավանդ կոնֆլիկտներին վերաբերող հարցերում, որպեսզի մենք ճիշտ քաղաքականություն տանենք, մենք պետք է ճշմարտությունը իմանանք բուն ճշմարտությունը, իրավական հիմքերը, քաղաքական հիմքերը ճիշտ իմանանք, որովհետեւ եթե մենք ճիշտ չիմացանք, սխալ բաներ ենք ասել։ Տեսեք, դիվանագիտական խնդրի քաղաքական կարգավորում, դիվանագիտական, քաղաքական, դիվանագիտական կարգավորում, կա խնդրին այդպիսի մոտեցում, դիվանագիտական, քաղաքական մոտեցում եւ կա իրավական մոտեցում։ Հիմա քիչ չեն այն դեպքերը պատմության մեջ, երբ պետությունը նախընտրում է քաղաքական մոտեցումը իրավականին։ Որտեղ տեսնում եմ, որ դա իր համար ձեռնտու է այդ պահին, օրինակ։ Սակայն, եթե դու նույնիսկ
գնում ես զիջումների, եթե նույնիսկ դու ստիպված ես գնալ զիջումների, եթե դու նույնիսկ որոշում ես, որ այս պահը հարմար չէ ճշմարտությունը բարձրաձայնելու համար, այդ ճշմարտությունը դու պետք է իմանաս։ Այսինքն ճշմարտության իմացումը ճիշտ դիվանագիտություն իրագործելու միակ հիմքն է։ Պատկերացումներ ունենալ դրա մասին։ Հիմա գանք այսպես կոչված անկլավներին, որ Ադրբեջանը էքսկլավ է անվանում, մոտ տարածքն է ուրիշի բանում, մենք էլ ասում ենք դա Ադրբեջանի տարածքն է մեր սահմաններում, անկլավների խնդրին այդպիսի հիմքեր, իրավական հիմքեր չկա։ Մեր մասնագետները որոնումներ են իրագործել, ես նույնիսկ կարևոր չէ, որ ես հիմա անդրադառնամ անձանց բան էլի, այլ կարևոր է այն, որ բոլոր որոնումները ցույց են տվել, որ այդպիսի իրավական հիմքեր, այսպես կոչված այդ անկլավները չունեն։ Սա, այսինքն իրավական հիմքեր չունեն, բացահայտ իրավական հիմքեր չունեն։ Մյուսը 1991 թվականին Ադրբեջանը երբ իրագործել է հանրաքվե, անկախության հանրաքվե, դա եղել է 1991 թվականի դեկտեմբերի 29-ին, հեսա կանդրադառնանք այդ հարցին, 91 դեկտեմբերի 29-ը։ Այն ժամանակ այդտեղ ադրբեջանցի բնակիչներ չեն եղել, որպեսզի նրանք մասնակցեն հանրաքվեին։ Այսինքն հանրաքվեն չի կարող Ադրբեջանի համար հիմք դառնալ իր հանրաքվեն, հիմք դառնալ այդ տարածքները իրեն համարելու համար։ Ուրեմն երկու բան։ Նախ փաստաթուղթ չկա, համապատասխան փաստաթուղթ չկա։ Բնակիչները կարող է լինեն նույն Բաքվում է, Չէ։ Ես ուզում եմ հասկանամ դրան բանություն։ Դա շատ կարևոր է, որտեղ է գտնվում բնակիչը, որտեղ նա, տեսեք, ինչպես է հայտնվել այսպես կոչված անկլավը Ադրբեջանում։ Խնդրել են թույլ տալ, որ այնտեղ իրենք ոչխարներ պահեն։ Մեր իշխանությունները համաձայնվել են, ես ասում եմ պատմությունը, ոչ թե իրավական բաները։ Հետո Ադրբեջանում ընտրությունների, հանրապետական ընտրությունների կապակցությամբ այնտեղ բացել են ոնց են ընտրատարածք են սարքել, ընտրություններ են անցկացրել։ Դրանով նրանք դարձել են Ադրբեջան։ Նրանք պետք է գնային Նախիջևանում քվեարկեին, բայց իրենք բացել են ընտրատարածք, օրինականացրել են հանրապետության վրա են, այդպես են կամաց ձևավորվել, սակայն վերևներում, վերին իշխանություններում, որոնք պետք է դա կամ ամրագրեին կամ այդպիսի հիմքեր չկան, ըստ մեր մասնագետների, հիմա Շատ լավ, ասեք։ Այդպիսի հիմքեր չկան։ Երկրորդ հիմքը ուրեմն ասացի, դա այն է, որ կարող ենք անդրադառնալ ուրիշ կետից։ Արդյոք դա Ադրբեջանի տարածք է հետխորհրդային Ադրբեջանի տարածք է համարվում կամ միջազգային իրավունքով կամ իրավական որևէ հիմքով նա Ադրբեջանի տարածք է համարվում թե չէ։ Հիմա այդտեղ ես գալիս եմ ամենակարևոր խնդրին, որպեսզի դա համարվի տարածք, Ադրբեջանը ինչ-որ կերպ պետք է հռչակի դա իր տարածքը, որպես իր տարածք, այդ անկլավները պետք է հռչակեր որպես իր տարածք, ինչու, որովհետև ինքը հրաժարվել է խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունից 1991 թվականին, ինքը հրաժարվել է խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունից, անվանելով խորհրդային Ադրբեջանը ապօրինի կառույց։ Ռուսաստանի, խորհրդային Ռուսաստանի բոլշևիկների կողմից ստեղծած ապօրինի կազմավորում։ Պատկերացնում եք ինչ որակումներ են տվել։ Ապօրինի կազմավորում։ Ապօրինի կազմավորումը իրավական օրինական սահմաններ ունենալ չի կարող։ Նա Ադրբեջանը ինքն է այդպես ասել, բայց 91 թվականի երբ նա ասել է դա ապօրինի կազմավորում է խորհրդային Ադրբեջանը եւ հրաժարվել է դրանից եւ վերականգնել իբրև սովետ միությունից դուրս չգալիս եւ վերականգնել 1918-20 թվականների ադրբեջանական դեմոկրատական հանրապետությունը այդ քայլն նրան չի տվել իրավունք
որևէ տարածքային ամբողջականության բանի մասին խոսելու։ Ինչու՞։ Որովհետև նախորդ Ադրբեջանական դեմոկրատական հանրապետությունը իրեն հռչակել է արևելյան եւ հարավային Անդրկովկասում։ Իրավունքի տեսակետից անհետ ձևակերպում, որը իրավական ուժ չունի, եւ դրա համար էլ ազգերի լիգան անդրադարձել է այն բան, որ հնարավոր չի ընդհանրապես սահմաններ տեսնել։ Հիմա հո չես կարող ասել ես պետություն եմ հիմնում եւ սահմանները հյուսիսային Աֆրիկան։ Այդպեսի բան չի լինում։ Գծում են սահմանները, գծում են հարևանների հետ պայմանավորվում են։ Բայց 91 թվականին այսօրվա Ադրբեջանը իրեն հռչակել է հենց այդ Ադրբեջանի իրավահաջորդը, որի տարածքների մասին ազգերի լիգան միանշանակ լավ ձևակերպումներ ունի, որ դա եղել է տեղպետություն չի եղել Ադրբեջան անունով, այդ Ադրբեջան անունը Իրանի հյուսային արևմտյան բանի երկրամասի տարածքն է, որ այդ կառավարությունը չի ներկայացնում այդ ժողովրդին, բազմաթիվ փաստարկները, որ դա պետություն չէ։ Նա ըստ էության չի ընդունել նրան ազգերի լիգա, չի լեգիտիմացրել այդ պետությունը, դե յուրե ոչ մի ազգերի լիգայի անդամ ոչ մի պետություն դե յուրե չի ճանաչել Ադրբեջանական դեմոկրատական հանրապետությունը, ոչ մի պետություն։ Հիմա դու վերականգնում ես ուղղակի ինքնահռչակ մի բան, բայց ինքնահռչակ մի բան վերականգնելուց հետո դու պետք է գոնե դա օրինականացնես, չէ՞։ Ինչու են օրինականացնում։ Հանրաքվեով 1991 թվականի օգոստոսի 30-ին հռչակել է, որ վերականգնում է այն Ադրբեջանը, սեպտեմբերի 2-ին անմիջապես Լեռնային Ղարաբաղը ասել է ես էլ եմ անկախ։ Որովհետև այն Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղ չի եղել։ Մեկ եւ երկու սովետական միջանորեկն էլ թույլ է տալիս դա անել։ Հիմա Ադրբեջանը եւ Լեռնային Ղարաբաղը հավասար իրավունքներով անկախացել են։ Գալիս է հոկտեմբերի 18-ը, երբ Ադրբեջանը ընդունում է սահմանադրական ակտ, պետական անկախության մասին սահմանադրական ակտ։ Ինքը այդ բոլորը գրում է եւ գրում է իր տարածքների մասին շատ հետաքրքիր մի բան։ Ուրեմն, եթե նախորդ Ադրբեջանը 18-20 թվականների Ադրբեջանը, որի իրավահաջորդն է իրեն հռչակել այս մի Ադրբեջանը, այսօրվա Ադրբեջանը, եթե նա ասել էր արևելյան եւ հարավային Անդրկովկաս, անորոշ մի հիմարություն, անհետեցություն, սրանք որոշել են ավելի խելոք բան գրել են Ադրբեջանական հանրապետության տարածքները պատմականորեն ձևավորված սահմաններում անօտարելի են, անբաժանելի են, ավելի անհեթեթ, քան նրանցն է եղել։ Նրանց գոնե աշխարհագրություն է պարունակել, սրանք ասում են պատմականորեն ձևավորված սահմաններում։ Այդ ինչ անհեթեթություն է։ Դա իրենք տարածք դրանով չեն հռչակել։ Իրենք դրանով տարածք չեն հռչակել։ Ավելի անհեթեթ, քան առաջին Ադրբեջանինն է։ Հիմա կարծեմ դա եղել է 2014-ին Թբիլիսիում տեղի ունեցել այդպես հայ-ադրբեջանական վրացական այդպես մի խորհրդաժողով, որին ես մասնակցել եմ։ Ես գնացել եմ եւ ցույց եմ տվել, որ այ մարդիկ, դուք գրել եք, որ Բաքինսկի ռաբոչի թերթը մոտոս է, դուք գրել եք, որ Ադրբեջանի տարածքները պատմականորեն ձևավորված սահմաններում, ասում եմ, սա անհետեցություն է, չէ՞։ Ադրբեջանցի ինձ մի 2-3 խլուկ կային, ասացին այ մարդ, պատկերացնում եք իմ ուսին այսպես խփում եմ, որ դու ճիշտ ես։ Բայց ինչն է, արդյունքը ո՞րն է եղել, գնում են հանում են այդ բառերը, եւ եթե դուք բացեք Բաքինսկի ռաբոչի, որտեղ դա հռչակված է եւ այն թվականների համացանցը, դուք այդ բառերը կգտնեք, իսկ հիմա դրանք հանել են հերիք չէ, ինտերնետ կոչվածից, համացանցից նույնպես ամեն կերպ հանել են, դրել են նախագահական կայքում, այդ բառերը բաց թողած, նախագահական կայքին։ Որ բառերը, ինչպես է ստացվում, նոր ձևով։ Պատմականորեն ձևավորված սահմաններում, տարածքը, այսինքն հիմա Ադրբեջանի սահմաններում, հա։ Ախր դա չես իմանա, դա սահման չի, դա հռչակված տարածք չի։ Շատ լավ, իսկ ես այսպեսի հարց տամ։ Ազգերի լիգան, երբ որ հանձնաժողով ուղարկեց եւ զեկույց արեցին Հայաստանի եւ Ադրբեջանի այդ սահմանների վերաբերյալ, արդյոք դա նրանց համար այդ
չի հանդիսանում իրավական հիմք այդ սահմանի համար։ Չէ՞ որ ազգերի լիգան եկել է ուսումնասիրել, որտեղ թաթարներն են ապրում, որտեղ հայերն են։ Չէ, ազգերի լիգան ասել է հստակեցված չեն այդ սահմանները։ Տարաձայնություններ կան, որովհետև Ադրբեջանը Զանգեզուրը իմն է, Արցախը իմն է, հասկանում եք, իսկ գիտեք այդ որ Ադրբեջանն է ասում, որը արդեն չկա։ Ազգերի լիգայում գնացած կառավարական բանը դելեգացիան դա 20 թվականի դեկտեմբեր է, իսկ 20 թվականի մայիսի 28-ին արդեն չկար սովետական իշխանություն այնտեղ։ Նրանք արդեն սովետական իշխանություններ այնտեղ, ուրիշ չէ, դեմոկրատական հանրապետություն չկար։ Ազգերի լիգան ասում է դու ոչ այնտեղ կաս, ոչ տարածքներս կառավարում, ոչ էլ քո տարածքները անհասկանալի մի բան են։ Հիմա այս Ադրբեջանը վերականգնել են Ադրբեջանին, բայց որոշել է որ նրանք հիմար են եղել են ադրբեջանական դեմոկրատական հանրապետության մասնագետների հիմար են եղել, գրել են հարավային, արևելյան եւ հարավային Անդրկովկաս, իրենք խելոք են, գրում են պատմականորեն ձևավորված սահմաններում, ավելի անհեթեթ, քան հնարավոր է պատկերացնել։ Հիմա Եվրոպան դա նկատել է։ Իդեպ Ադրբեջանը Ալմատայի գնացել հենց այսպիսի սահմաններով, եթե սահմանները չակերտում վերցնենք։ Հենց այսպիսի տարածքն ասեք, խնդրեմ։ 93 Չէ՞ որ Ադրբեջանը չի ստորագրել Ալմատայի հռչակագիրը, ուշ է ստորագրել։ 91, չէ, Ալմատան ստորագրել է, ԱՊ-ի, բայց ԱՊ-ը ստորագրել դուրս է եկել 93-ին է մտել։ Բայց ես խորապես համոզված եմ, որ Եվրոպան ասել այ մարդ, անցկացրում մի հանրաքվե է որոշում, որ քո տարածքը ով այնտեղ ասում է հայ ես Ադրբեջան եմ, այդտեղով պետք ենք որոշենք քո սահմանները։ Եվ հանրաքվեը մի բան գրիր քո սահմանների մասին։ Անցնկացնում ուշադիր անցնկացում դեկտեմբերի 29-ին Ալմատայից հետո հանրաքվե եւ տեղ գրում են դուք համաձայն եք սահմանադրական ակտին բանին որ մեր սահմանները պատմականորեն ձևավորված այսինքն դուք համաձայն եք այն նախորդ անհետեցության հետ հանրաքվեն էլ չի տվել նրանց տարածքներ ու սահմաններ միջև որս Ադրբեջանը հրճակված սահմաններ ու տարածքներ ունի որպեսզի համատելու լինի խնդրեմ ներկայացրեք Հայաստանի Այո, Հայաստանը գնացել է ազգերի լիգա եւ գրել է հայկական գավառներում մեր իշխանությունն են հաստատում, այսինքն էթնիկական սկզբունքով։ Եվ դա ազգերի լիգայում չի հարուցել կասկածներ, որևէ կասկած չի հարուցել։ Ավելին, այդ գրելուց հետո գրել է, որ այս իշխանությունները ներկայացնում են իր ժողովրդին։ Նրանց գրել է, որ դուք չեք ներկայացնում քո ժողովրդին։ Իսկ մեր գրել են, մեր դեպքում գրել են, որ դուք Հայաստանի եկած պատվիրակությունը ներկայացնում է իր ժողովրդին եւ քանի որ ինքն էլ բաները հրճակել է, բայց երբ չի ճանաչել Հայաստանի առաջին հանրապետությունը, չի ճանաչել գրել է, քաղաքական իրադրությունը թույլ չի տալիս։ Այսինքն ոչ թե քո բերածը սխալ է, ոչ թե դու այդ ժողովրդին չես ներկայացնում, ոչ թե քո պահանջները սխալ են, իրավական չեն, այլ քաղաքական միջազգային իրադրությունը թույլ չի տալիս։ Ավելին, ինքը այսքանը ընդունելուց հետո գրում է 1918 թվականին Ադրբեջանը գալիս Հայաստանի Հանրապետություն հռչակված տարածքները կազմել են 70,000 քառակուսի կիլոմետր, իսկ երբ իրականություն դառնա Վիդրո Վիլսոնի իրավավիճիրը այն կկազմի 210 քանի հազար քառակուսի կիլոմետր։ Այսինքն բոլորովին ուրիշ փաստաթուղթ է Հայաստանի մասին։ Շատ լավ, իսկ խորհրդային Հայաստանի այդ փլուզումից հետո ես ուզում եմ բերեմ ատլանտների ինչ տարածքով է հռչակված այս որտեղ մենք հանրաքվե ենք անցկացրել։ Իսկ որտեղ ենք մենք անցկացրել այդ խորհրդային Հայաստանի սահմաններում, որտեղ չեն եղել անկլավներ։ Նրանք չկային։ Եվ այնտեղ որևէ մեկը ձայն չտուր թե ես Ադրբեջան եմ։ Եվ խորհրդային հետխորհրդային Հայաստանը զգուշավորություն ցուցաբերելով մենք ունեինք 89 թվականի դեկտեմբերի 1-ի միացման փաստաթուղթը,
բայց առաջին մեր իշխանությունները Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ հրաժարվեցին Արցախից եւ արդեն օգոստոսին էին արդեն հրաժարվել, հասկացրել են, որ մենք չենք տանելու քեզ Ղարաբաղ, մենք չենք տանելու քեզ մեզ հետ եւ հանրակրվեն անցկացրեցին խորհրդային Հայաստանի սահմաններում։ Ղարաբաղը գիտեին, որ Հայաստանը իրեն չի տանում, Ադրբեջանը հրճակել անկախություն, իրանք էլ հրճակեցին անկախություն։ Հիմա վերադառնանք եւ փորձենք ամփոփել այս ամբողջ ինչ որ ասեցինք, սա կարևոր է, բայց ինչ չափով սա կարող է օգտագործել հայկական դիվանագիտության մեջ այս անգլավների բարձրացրած այս լարվածությունը, որ կա, որը ինչ որ ձևով չեզոքացվի, որովհետեւ ակնհայտ է, որ պատերազմում հաղթելուց հետո Ադրբեջանը խնդիր ունի միջև վերջ փոկել ամեն ինչ որ հնարավոր է Հայաստանից։ Եվ մենք հասկանում ենք, որ Ադրբեջանը կանգ չի առնելու այդ անկլավների համար, մանավանդ որ տարօրինակ է, որ Հայաստանում զարմանում են, որ հիմա անկլավների հարց է բարձրանում, որովհետև Նիկոլ Փաշինյանը բազմիցս խոսել է այդ 70-ական թվականի քարտեզների մասին, այնտեղ գծված է այդ քարտեզը, եթե հիմքը քարտեզն է։ Հիմքը նկարն է։ Հիմա ձեր հարցին կա ընդհանրական մեկ պատասխան։ Եթե մենք ճշմարտությունը չիմանանք խնդրի մասին, մենք միշտ սայթաքելու ենք։ Մենք ճշմարտությունը պիտի իմանանք։ Մենք կարող ենք այլ դիվանագիտական խաղ խաղալ այդ ճշմարտության շրջանցումով։ Բայց ճշմարտությունը իմանալն է թույլ տալիս շրջանցել։ Եթե չգիտես, հաստատ սխալվելու ես, հաստատ նա քեզ խաբելու է։ Եթե չգիտես, խաբելու է։ Իրենք ավելի լավ գիտեն, տեսեք, այն բանից հետո երբ հայտնի է դարձել, որ առաջին հանրապետության բանը, այս երկրորդ հանրապետության բանը ադրբեջանական այսօրվա հանրապետության հռչակագրում գրած է, որ սահմանադրական ակտում պատմականորեն ձևավորված սահմաններում, երբ նրանց հասկացան, որ դա հիմարություն է, ջնջել են, հետին թվով ջնջել են։ Տեսեք, հետին թվով այն օրգանը, որը հռչակել ադրբեջանական դեմոկրատական հանրապետությունը, անունը փոխել են։ Գիտեք ինչ է եղել առաջի հանրապետության իրենց ադրբեջանական դեմոկրատական հանրապետության հռչակող օրգանը, մարմինը, ով է եղել։ Մուսուլմանների կարծեմ խորհուրդ, հա։ Մուսուլմանների ազգային խորհուրդ։ Սպասեք, մուսուլմանների ազգային խորհուրդ չի լինում, կամ մուսուլմանների է լինում, կամ ազգային։ Հիմա արդեն սահմանադրական ակտում խմբագրել են նրա անունը, գրել են Ադրբեջանի ազգային խորհուրդ։ Եվ անընդհատ փաստաթղթերը վերա այն անցած փաստաթղթերը խմբագրում, նոր խմբագրած տեքստերը դնում են համացանցում։ Ադեր կարծիքով իսկ ինչն է խանգարելու, մենք գիտենք ինչպես են իրենք խմբագրում, հնարում պատմություն իրենց համար, որպեսզի իրենք հնարեն այդպիսի հիմքեր կամ Տեսեք այսպես է։ Եթե նա ասում է Ղարաբաղի իմն է, դու էլ ասում ես Հակոնն է, հարց չկա, էլի վերջ։ Որտե դու ճշմարտությունը չգիտես, որ ասես Գակոնը չէ։ Դե հենց այդ է խնդիրը։ Խնդիրը հիմա դուք անկլավների խնդիր եք բարձրացնում, այստեղ նույնն ես կողմից հնչելու է այդ բանը, որ չէ, դա ձերը չի։ Դե հիմա այդ արդեն իրենց գործն է, այսինքն ես չեմ կարող ասել, թե ինչպես են նրանք պատկերացնում հարցը, որովհետև դիվանագիտականը կարող է նաև շրջանցել իրավականը, կարծես, չէ, բայց եթե դա դառնում է տենդենս եւ հա գնում, տրավերջը չի երևում, չես իմանում ինչ գնահատական տաս։ Շատ լավ, եւ արդյոք անկլավների այս իրավիճակում անկլավների փոխանցումը Ադրբեջանին չի դիտարկվելու որպես Հայաստանի տարածքի վերափոխում, որովհետև ես որքան հասկանում եմ Փաշինյանի մատուցումից խնդիրը, դա առանձնապես երևաց Տաուշում, որ ասաց մենք տվել ենք, մենք Հայաստանից մի սանտիմետր հող չենք տվել։ Չէ, բայց այնտեղ սահմանի երկանքով է եղել խնդիրը, իսկ այստեղ ներսում է, որտեղ որևէ մեկը ոչ միայն հիմք չկա, անկախության Ադրբեջանի անկախության հանրակրվեն չի մասնակցել, Արցախն էլ չի մասնակցել,
Իդեպ Արցախն էլ չի մասնակցել։ Կա շրջանառվող մի բան, այդպես կարծիք, թե երբ Ադրբեջանը ընդունում էր ՄԱԿ, միայն Թուրքիան եւ Անգլիան են գրել, որ իրենք ճանաչում են Ղարաբաղով հանդերձ։ Կա այդպիսի բան, հիմա պիտի պարզել։ Այո, հասկանալի է։ Եվ վերջին հարցը, պարոն Մանասյան, իսկ կա այնուամենայնիվ միջազգային որևէ արդյունավետ մարմին, որը զուտ իրավական տեսակետից կարող է քննարկել այս հարցը եւ տալ, եթե ոչ կատարման համար պարտադիր որոշում, այլ գոնե դիրքորոշում։ Մենք վերադառնում ենք առաջին կետին, քաղաքական աշխարհը պետականակենտրոն է։ Եվ ցավոք նույնիսկ Միացյալ Ազգերի կազմակերպություն կոչվածը արդեն Միացյալ Նահանգները դուրս են գալիս միջազգային բոլոր կազմակերպություններից համարյա, էլի։ Այդ պետականակենտրոն է քաղաքական աշխարհը եւ միջև հանդարտվի այս process-ը եւ չստեղծվի հավասարություն, ուժային հավասարություն, իրավունքը չի գործելու։ Շատ լավ, բայց իրավունքը չի գործելու, բայց երբևէ չպետք է հրաժարվել իրավունքից, եթե անգամ նույնիսկ դա չես կիրառում։ Այո, որովհետև գալու է այնուամենայնիվ այդ այո, դրա համար ճշմարտությունը պետք է իմանալ բոլոր մանրամասներով։ Շնորհակալություն, պարոն Մանասյան, հետաքրքիր զրույցի համար, սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ մենք խոսում էինք Ալեքսանդր Մանասյանի հետ, փիլիսոփայության դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի ազգային ակադեմիայի թղթակից անդամ։ Մաղթում եմ ձեզ ամենայն բարիք և մինչև նոր հանդիպում։